Շարունակենք աստվածաշնչական համարներ ու արտահայտություններ, որոնք մուտք գործած են հայոց լեզվին մեջ խորհրդածություններու շարքը։ Դրանք օրինակներ։ Աչքածագութենեն պիտի մեռնի։ Երբ հայեր տեսնեն, թե անձը իր ակահութենեն չի հագենար եւ պատրաստ է ամեն տեսակի անբաճաճ արարքներ եւ շարժուծևեր կատարելու, իր ակահության մասամբ հակուրդ տալու համար գսեն իր աչքածագութենեն կամ ակահութենեն պիտի մեռնի։ Իրականության մեջ այս խոսքը կապված է Իսրայելի թագավոր Դավիթի որդին Սողոմոնին կողմէ գրված արագած գիրքեն, խրատ երիտասարդին վերնակիրը գրող առաջին արագին 19-րդ համարի մեջ Սողոմոն իմաստուն գսե ակահությունը իրեն անձնադուր եղողները կմերցնե։ Եթե ցերկետ բարիք ընել գուկա գադարեզայն Երբ հայեր ուզեն նեղության մեջ եղող անձի բարեսիրական հաստատության կամ հանգանակության մոկտագար դառնալ, իրարու գսեն, եթե ցերկետ բարիք ընել գուկա գադարեզայն կամ եթե գրնաս օգնել օգնե։ Այս խոսքը դարձյալ առնված է հին գդագարանի 20-րդ գիրքեն արագացեն Հորդորանք երիտասարդներու խորակիրը գրող 3-րդ արագին 27-րդ համարի մեջ Սողոմոն իմաստուն կգրե Երբ ցերկետ աղեգություն ընել գուկա գարոտ եղողին մի խնայեր զանիգա։ Ոտքդ չարուտենեն հերացուր։ Երբ հին սերունդի պատկանող հայորդիներ տեսնեն, թե նոր սերունդի պատկանող հայեր սխալ ճամփու մեջ են, գսեն ոտքդ չարուտենեն հերացուր։ Իրականության մեջ այս խոսքը կապված է արագած գիրքեն իմաստության օգուտներ վերնակիրը գրող 4-րդ արագին 27-րդ համարի մեջ գարտանք Աչ կամ ցախ կողմը մի խորոդիր ոտքդ չարուտենե դարձուր։ Թող Աստված հսկե բոլոր քայլերուդ վրա։ Երբ հասուն դարիքի պատկանող հայեր ուզեն փոքր դարիքի հայորդիներուն բարեմաղթություն կատարել, օրհնել եւ անոնց համար աղոթել, գսեն թող Աստված հսկե բոլոր քայլերուդ վրա։ Այս խոսքի գաղափար առնված է արագած քիրքեն շնության թեմ զգուշացում խորակիրը գրող 5-րդ արագին 21-րդ համարի մեջ կգարտանք մարդուն ջամփաները դիրոջ աչքերուն առջև են ու անոր բոլոր քայլերուն ինքը հսկե։ Աստված չմորցած մեզ։ Երբ հայեր դակնաբալից եւ դժվար օրերու մեջ ելնան, զիրար գմխիթարեն ասելով Աստված չմորցած մեզ։ Այս մխիթարական կոդաբինտիչ եւ քաչարարական խոսքը կապված է 5 դագարանի 19-րդ գիրքեն Սաղմոսակիրքեն Պարապանություն մեր Աստուծուն վերնակիրը գրող 115-րդ Սաղմոսին 13-րդ համարի մեջ Սաղմոսակիրը գսե Տերը չէ մորցած մեզ եւ պիտի օրհնե մեզ Դիրոջ պիտի դամ ինչ որ իրեն ուխտեցի Երբ հայեր դիրոջ մեր բան մխնդրելով ուխտ կատարեն եւ իրենց խնդրանքը իրականանա Անոնք եկեղեցու գրասենյակը երտալով կահանային կամ կարդուարին գսեն դիրոջ պիտի ինչ որ իրեն ուխտեցի։ Այս խոսքը առնված է Սաղմոսակիրքեն։ Մահվնե բրգված խորակիրը գրող 116-րդ Սաղմոսին 14-րդ համարի մեջ Սաղմոսակիրը գսե դիրոջ պիտի մատուցանեմ ինչ որ իրեն ուխտեցի։ Ինչպես նաև ժողովողի քիրքի մեջ կգարտանք Երբ Աստուծո ուխտ մնես մի ուշացներ զայն գադարելը, քանի որ Աստված անմիտներուն չի հաջիր գադարե ըրած ուխտը։ Մեգեմը վախ չունիմ, ով ինչ կրնա անել ինձի։ Երբ հայեր անձի հետ խնդիրի մեջ ըլան իրենց անվախությունը պաստելու համար գսեն, ես մեգեմը վախ չունիմ, ով ինչ կրնա անել ինձի։ Այս խոսքը դարձյալ Սաղմոս մնե, Կոհապանություն բրգիչին վերնակիրը գրող 118-րդ Սաղմոսին 6-րդ համարի մեջ Սաղմոս 2-ն գսե Դերը ինձի հետ է ես վախ չունիմ ով ինչ կրնա անել ինձի Ամեն մարդ իր ըրածին պատասխանատուն է Երբ անձը գադարած սխալ գործին համար կամ արարքին պատճառով ծանր հետևանքներ գրե հայեր գսեն ամեն մարդ իր ըրածին պատասխանատուն է Այս համարը կապված է Բողոս Արաքյալին կողմէ քաղաքացիներուն ուղղված նամակեն Իրարու բեր վերցուցեք խորակիրը գրող 6-րդ գլուխին 5-րդ համարի մեջ Արաքյալը գսե յուրաքանչյուր մարդ իր արարքներուն պատասխանատվությունը ինք պիտի գրե։ Հաջորդին պիտի շարունակենք աստվածաշնչական այս համարները, Փառք Հորը, Որդին եւ Սուրբ Հոգին, Հավիտյանը մինչեւ Հավիտյան ամեն։